Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես երբեմն կնայեմ ձեր վրա, բայց հիմնականում պետք է վարեմ, որովհետև իրավունք չունեմ շեղվելու շատ, իմ անվտանգությունից ելնելով եւ մյուսների։ Ուզում եի խոսել հեռաշրջման ձախողված պլանի մասին։ Ուրեմն փաստացի այս մեր երկրի ինքնիշխանության, պետականության, անկախության դեմ եղած ուժերը, որոնք բոլորը ուրվագծվել են, ոչ մեկ արդեն անհայտ չի, հասկանալով, որ ընտրությունների միջոցով չեն կարողանալու աստորեն գալ իշխանության, հերթական անգամ պլան են մտածել, թե ինչպես հակասահմանադրական ճանապարհով, ինչ-որ մեդիա ռեսուրսներ օգտագործելով, մարդկանց խմբեր օգտագործելով, օլիգարխների օգտագործելով, տարբեր երկրների ազատություններ օգտագործելով փորձեն հասնել հեղաշրջման, ինչը իհարկե նույնիսկ եթե չհրապարակվել էր այս փաստաթուղթը տեղի չէր ունենալու, բայց սրանով հանդերձ շատ ակնհայտ է դառնում նրանց իրական դեմքը, եւ ես վստահ եմ, որ իհարկե իրավական գործընթացներ են հետևելու այս ամեն ինչին եւ արդեն եղել են իրավական գործընթացներ եւ այդ տարբեր հայրենասիրական քողերի տակ եղած անձինք իրանց իսկական դեմքը պարզ կդառնա, թեև մենք անդադար խոսում ենք դրա մասին, բայց նաև անուն ազգանուններով։ Եվ բազմիցս ասել ենք, որ օրենքը խախտողների դեմ, հանցանք գործողների դեմ գործելու է ամբողջությամբ օրենքը իր ուժով եւ կոմպրոմիս չեն լինելու կոմպրոմիսներ ու կապ չունի նրանք նախկինում կամ ներկայումս ինչ կարգավիճակ ունեն, ինչ համակարգերում են աշխատում։ Օրենքը պետք է գործի կոշտ, որպեսզի բոլորը հասկանան, որ հակասահմանադրական ճանապարհով չի կարող Հայաստանում ձևավորել իշխանություն։ Հայաստանում իշխանությունները վաղուց արդեն ձևավորվում են միայն ժողովրդի քվեով, ով որոշում է, թե ով է երկիրը 5 տարի կառավարելու։ Ես ուզում եի, որ բոլորս աչալուրջ լինենք այդ բոլոր տարբեր տեսակի այդ հայրենասիրական նորությամբ կրկնում ճառերին, այդ կենացներին, այդ ինչ-որ շարժումներին, էլի կարդացինք ինչ-որ արցախյան շարժում են նոր սկսում Երևանում, թե ինչ են անում, հայրենիքը փրկելուն, այդ բոլոր մարդիկ ինչքան փորձում են հայրենիքը փրկեն, այնքան հայրենիքը դնում են վտանգի ու կասկածի տակ։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը միտված մեր երկրի ինքնիշխանության, անկախության ու պետականության ամրապնդմանը, եւ մեզ ոչ մեկ եւ ոչինչ հետ չի կարող պահել, թե երկրի ներսից եւ թե երկրի դրսից։ Լավ եղեք, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, որպեսզի բոլորը հնարավորինս շատ նայեն եւ չտրվեն այդ տարբեր մանիպուլյացիաների, տարբեր իրանց կողմից ղեկավարվող TikTok-յան ալիքների, Telegram-յան ալիքների եւ ԶԼՄ-ների կողմից։ Ստեսություն։